Ողջույն գործարար ալիքին միացած մեր ռադիոլսողներ եւ դիտողներ, դուք միացել եք 106 եւ 5 հաճախականությանը։ Ես Գայա Ասոյանն եմ, եթերում խաղի կանոններ հաղորդաշարն է, որը մենք իրականացնում ենք մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ։ Մեր այսօրվա հյուրը Շուշանիկ Ղազարյան, սպառողների շահերի պաշտպանության վարչության գլխավոր մասնագետ։ Բարև ձեզ։ Ողջույն, Գայա։ Գրեթե 1 տարի առաջ հանձնաժողովի գործառույթներում ավելացավ եւս մեկ կարևոր գործառույթ՝ սպառողների շահերի պաշտպանությունը, եւ ուզում եմ արձանագրենք, թե այս 1 տարվա ընթացքում հանձնաժողովը ինչ գործառույթ է կատարել եւ այս մի ոլորտը ինչ կարևոր շեշտադրումներ է բերել հանձնաժողովի առօրյա աշխատանքում։ Շատ լավ, մի փոքր սկսեմ նախապատմությունից։ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միության հետ կնքել է համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր, նույն ինքը ՍԵՊԱ համաձայնագիրը, որով Հայաստանի Հանրապետությունը ի թիվս այլնի ունի մի շարք պարտավորություններ։ Մասնավորապես պարտավորությունների շարքում սպառողների շահերի պաշտպանությունը պետք է մոտարկի լավագույնս Եվրոպական միության սպառողների շահերի պաշտպանությանը։ Ճիշտ է, Հայաստանի Հանրապետության համար դա պարտավորություն է, բայց մեզ համար սպառողների շահերի պաշտպանությունը, որ պետք է լավագույն մակարդակի լինի, իհարկե կարևորագույն ուրախալի լուր։ Հանձնաժողովը նախկինում էր եւս զբաղվել է սպառողների շահերի պաշտպանությամբ, բայց համատեղելով մրցակցային դաշտի հետ։ Այսինքն, երբ ուսումնասիրում էինք մրցակցային վեճեր եւ այլն, այնտեղ ունեինք կամ բարեխիղճ մրցակցություն, կամ հասարակության մոլորեցման դրսևորմամբ, մրցակցություն այս դաշտում, որ ուսումնասիրություն կատարում էինք, նոր այդտեղ հանդիպում էինք սպառողների շահերի պաշտպանությանը։ Սակայն օրենսդրական փոփոխություններից հետո նախկին օրենքով ուղիղ պաշտպանություն չկար։ Փոփոխություններից հետո արդեն սպառողների շահերի պաշտպանությունը հենց ինքնին առանձին պաշտպանության օբյեկտ է, որը որ հանձնաժողովին թույլ է տալիս ավելի լայն, այսպես ասված, օրենսդրական ավելի լայն հնարավորություններ տալիս սպառողների շահերը պաշտպանել լավագույն մակարդակով։ Երբեմն, երբ գործածում ենք սպառող հասկացությունը, չենք հասկանում նաև մենք որ պարագայում ենք սպառող, որ պարագայում ոչ, պարզաբանեք, թե սպառող հասկացությունը ինչ է նշանակում եւ արդեն որ դեպքում սպառողը կարող է դիմել հանձնաժողովին։ Շնորհակալ եմ, շատ լավ հարց։ Սպառողը օրենքի տեսանկյունից սպառման նպատակով ապրանք ձեռք բերողն է կամ հնարավոր ապրանք ձեռք բերողն է, ապրանք ձեռք բերող ֆիզիկական անձն է։ Այսինքն, եթե ընդհանուր առմամբ նայենք կամ մեր բառերով ասենք, մենք սպառողի կարգավիճակում օրվա մեջ լինում ենք 10-20 անգամ։ Առավոտյան, երբ դուրս ենք գալիս տրանսպորտից օգտվում ենք, այս պարագայում մենք սպառող ենք։ Երբ որ տաքսի ծառայությունից ենք օգտվում, երբ որ գնում ենք ինչ-որ բան ենք գնում ուտելու կամ ինչ-որ ուսումնական հաստատությունից ենք օգտվում, այս բոլոր կարգավիճակներում մենք ինքներս սպառող ենք։ Եվ ընդհանուր առմամբ սպառողական սեկտորը բավականին լայն է ու մեծ, բնականաբար իրենց խնդիրներն էլ արդեն կրկնապատկվում, եռապատկվում են, որը որ ենթակա է պաշտպանության։ Սպառող լինելը մեր, կարելի ասել, ամենօրյա գործն է, գործառույթն է։ Ամեն օր, ամեն պահի մենք սպառող ենք։ Ու շատ կարևոր է, որ մենք լավ իմանանք մեր իրավունքները, որ կարողանանք այս խառը իրավիճակում մեզ կարողանանք լավագույնս պաշտպանել։ Եվ մի փոքրել, թե որ դեպքում սպառողը կարող է դիմել հանձնաժողովին, որովհետև նաև եթե հասկանում են սպառող են, երբեմն չեն հասկանում, թե ինչպես է ոտնահարվում իրենց իրավունքները եւ նաև ուր դիմեն այդ պարագայում։ Այո, երբեմն մեր սպառողները շատ տարաբնույթ հարցերով են դիմում հանձնաժողովին, երբեմն նույնիսկ դիմում են այն պարագայում, երբ որ օրենսդրական կարգավորումներ էլ չկա ինչ-ինչ խնդիրների լուծման համար, բայց ուզում եմ հատուկ նշել, որ հանձնաժողովում չպատասխանվող կամ չլուծվող խնդիր չի լինում, այսինքն եթե անգամ հանձնաժողովի լիազորությունների սահմանում չի լինում տվյալ բողոքը կամ դիմումը, մենք փոխանցում ենք համապատասխան պետական այլ կառույցի։ Բայց ցանկացած պարագայում մեր սպառողները, երբ որ հանդիպում են ինչ-որ խնդրի, դա կլինի անհատական վեճ կամ հանրային վեճ, դիմում են մեզ սպառողի օգնական թվային գործիքով, քիչ ուշ ավելի մանրամասն կներկայացնեմ սպառողի օգնական թվային գործիքը, բայց շատ բարձ հեշտացված մեխանիզմ է սպառողների համար, որը որ ցանկացած վայրից միայն ինտերնետի առկայության պայմաններում կարողանում են հեշտ դիմումը ներկայացնել եւ դիմումին ընթացքին իրենք եւս մասնակցություն ունեն, այսինքն հետևում են, երբ որ չի լուծվում, կարողանում են բողոքարկել, որ լուծված չէ խնդիրը եւ ամբողջ ընթացքը իրենք եւս ոնց որ on-line դիտում տեսնում են։ Ձեր դիտարկմամբ
որն է, այսպես ասած, ամենացավոտ խնդիրը, որի հիմնականում բարձրաձայնում են սպառողները։ Այո, չնայած կարճ ժամանակահատված է, 1 տարին դեռ չի լրացել, բայց ունենք որոշակի ուսումնասիրություններ, թե հատկապես, այսպես ասած, ցավոտ կողմերը սպառողների որոնք են։ Ամենահաճախ կրկնվող մեր բողոքները, որ եղել են, դա եղել է ապրանք գնելու դեպքում վնասված ապրանք գնել կամ պատշաճ ապրանք գնելու դեպքում իրենց իրավունքը չեն կարողանում իրացնել 14-օրյա ժամկետում փոխանակման կամ ետվերադարձի իրավունքը իրենց խախտվում է շատ հաճախ տնտեսավարող սուբյեկտների կողմից։ Շատ հաճախ բողոքների մեծ մասը բեռնափոխադրող լոգիստիկ կազմակերպություններից են, երբ որ կայքերում հրապարակում են տեղափոխման այլ ժամկետներ, սակայն սպառողներին իրենց ապրանքները բերում են մեկ այլ ժամկետներում, անգամ եթե մասնավոր վեճ է լինում, հանձնաժողովը եւս միջոցներ ձեռնարկում է։ Ոլորտային ուսումնասիրություն ենք կատարում եւ հաճախակի հանդիպող ոլորտներում, որտեղ որ կա խնդիրներ, ապագայի համար մշակվում են ուղեցույցեր իրազեկման համար, ուսումնասիրություն է կատարվում տվյալ ոլորտը եւ ինչ որ ոլորտից եթե հաճախակի ստանում ենք բողոքներ, ապա պարտադիր տվյալ ոլորտը վերցնում ենք ուսումնասիրության շրջանակում ու առաջարկում որոշակի փոփոխություններ։ Օրինակ կարող եմ բերել նախորդ տարվա մեր հաճախ բողոքվող ոլորտներից հեռահաղորդակցման ոլորտներ, որտեղ որ միանալու պայմանագրերից շատ էր սպառողների բողոքները, խախտված իրավունքներ կային։ Վերցրեցինք ոլորտը մոտ 20 տնտեսավարող սուբյեկտից պայմանագրեր հավաքեցինք, ստուգեցինք եւ ի ուրախություն մեծ տնտեսվարող սուբյեկտներն էլ համագործակցող էին, 2 ստեկ աշխատանքի շնորհիվ փոփոխվեցին պայմանագրի դրույթները եւ այսօր ունենք ավելի լավ, ավելի ի օգուտ սպառողի կնքված պայմանագիր, որոնք հիմա իրանք կնքում են։ Մոտավորապես քանի բողոք եք ստացել եւ դրանցից քանիսն են լուծվել։ Այո, ժամանակահատվածը կարճ էր, բայց ունենք այս պահին 300-ից ավել բողոք եւ ի ուրախություն մեզ բողոքների 50%-ից ավելը լուծված են դրական լուծումով, 160 բավարարված սպառող ունենք, 160 սպառողի բողոք կարգավորել է տնտեսվարողը եւ գումարի տեսքով 5.5 միլիոն դրամի ու դրանք շատ կարան լինեն փոքր, կարա լինի միջին գների գումարի ետվերադարձ կամ ծառայության կարգավորում է եղել հանձնաժողովի կողմից։ Բողոքներից մոտ 70 ընթացիկ փուլում են, այսինքն ուսումնասիրման, վերլուծման կամ համագործակցող ընկերության մոտ են, իսկ մոտավորապես 26 բողոքել ունենք, որի հիմք է հանդիսացել վարչարարություն անելու, այսինքն ուսումնասիրվել է, զգացել ենք հստակ իրավախախտում, հարուցվել են վարույթներ եւ կիրառվել համապատասխան պատասխանատվության միջոցներ։ Իսկ երբ որ լինում են բողոքներ, դուք նշեցիք, որ հիմնականում մեծ մասը լուծվում են։ Ինչ է լինում այն խնդիրների հետ, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն լուծվում։ Այո, այսպես կարող ենք ասել ընդհանուր առմամբ չլուծվող խնդիր չունենք, որովհետև անգամ մասնավոր վեճերը, որ գալիս են մեզ, ունենք համագործակցող հասարակական կազմակերպություններ եւ իրավաբանական կազմակերպություններ, որ եթե հանձնաժողովի տիրույթում չի, այսինքն հանրային շահ չի, մասնավոր վեճեր են, փոխանցվում է 14-օրյա ժամկետից իրենք եւ արդեն մեր գործընկերները արդից օգտվելով նաեւ շնորհակալություն հայտնեմ իրենց հոգատար աշխատանքի համար փորձում են կարգավորել եւ համագործակցող կազմակերպությունների շնորհիվ էլ ունենք մոտ 30 բավարարված սպառող վեճեր լուծվել է, բայց այն ծառայահեղ դեպքերում, երբ որ իրենց մոտ էլ չի ստացվում բողոքը կարգավորել, արդեն ի պատասխան մեզ 14-օրյա ժամկետում պատասխանում են դիրքորոշումը, ըստ դրա արդեն հանձնաժողովը որոշում է վարույթ հարուցելու կամ չհարուցելու հիմքեր։ Դուք ոլորտային մի քանի խնդիրներ մատնանշեցիք, իսկ այլ ինչ տպավորվող եւ դժվար բողոքներ են եղել, որ հանձնաժողովը մասնավոր տեսանկյունից հանձնաժողովը լուծել է։ Բողոքները, որ ստացել ենք հանձնաժողովում, շատ տարաբնույթ են, 300 բողոք են, բայց գրեթե կրկնվող բողոքել չունենք, յուրաքանչյուրը առանձին մոտեցում է պահանջում, առանձին լուծում է պահանջում։ Սպառողներին շատ մոտիվացնում է հատկապես լուծված բողոքները, որ մեկը մյուսին փոխանցում է, կարգավորվել է, արդեն հիմք է հանդիսանում, որ նոր բողոքներ, այսպես ասած, մարդիկ հանգիստ դրացնեն։ Վերջին բողոքներից, որ ամենատպավորիչը նա էր եղել, որ on-line հարթակ
հարթակներից օրինակ Վալբերիսի հարթակից մեր սպառողը գնում էր կատարել եւ սարքը եկել էր ոչ պատշաճ վիճակում, այսինքն տանը արդեն գործարկելուց չէր կարողացել պատշաճ օգտագործել եւ յետվերադարձի եւ այնի հետ կապված հանդիպել էր դժվարությունների, տնտեսավարողի հետ չէր կարողացել ընդհանուր հայտարարի գալ։ Երբ որ մեզ դիմեց, արդեն պետք է նշեմ, որ շատ համագործակցող են իրենք ու գումարն էլ բավականին մեծ էր, 300,000 դրամից ավել տեխնիկա էր գնել, ամբողջությամբ հետ վերադարձրեցին ապրանքը եւ գումարը կարգավորվեց։ Նմանատիպ խնդիրները շատ տարբեր են։ Ունենք նաև դեպքեր առնչվող туриզմին, օրինակ եղել է, որ սպառողը գնել է փաթեթ կամ ծառայություն, որ իր մեջ ներառված պետք է լիներ մի քանի ինչ որ կետեր, բայց գնացել է այլ երկիր կամ այլտեղ ու հասկացել է, որ իր պայմանագրի մեջ ինչ որ մի բանը թերի էր կամ լիարժեք չի փոխհատուցվել, այս պարագայում եւս համագործակցության շնորհիվ այդ վնասի մասով կատարվել է փոխհատուցում։ Ունեցել ենք նաև դեպքեր, երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ, իմիջիայլոց իրենք շատ լավ տեղեկացված են, ինչը շատ ուրախալի փաստ է մեզ համար, եւ քանի որ այս պարագայում հանձնաժողովը համարվում է կենտրոնական մարմին, հանգիստ կարող են մեզ դիմել են եւ туриզմի հետ կապված, շարունակելով այս թեման, ունեցել ենք դեպք, երբ որ հյուրանոցի ամրագրման հետ կապված խնդիր ուներ, այսինքն 2 օրեր, 3 օրեր ամրագրել, բայց մնացել էր 2 օր, էլի մեր կրկին մեր տնտեսավարողը համաձայնվեց եւ կատարեց սպառողի գումարի վերադարձ եւ մեծ այսպես շնորհակալական նամակ ստացանք, ինչը որ շատ ուրախացնում ու մոտիվացնում է մեզ։ Ձեր ուղերձը եւ խորհուրդը մեր սպառողներին եւ ամենակարևորը սպառողն ինչպես կարող է դիմել հանձնաժողովին, երբ խախտվում է իր իրավունքները շուկայում։ Որպես խորհուրդ եւ հորդորում եմ մեր սպառողներին անպայման կարդալ ցանկացած պայմանագիր կամ ցանկացած փաստաթուղթ, որ ստորագրում է։ Դա պետք է լինի նվազագույն պահանջ իրենց կողմից, որ ծանոթանան, նոր կարդան, որովհետև երբեմն ստորագրում են պայմանագրեր, դա կլինի, չգիտեմ, երաշխիքային կտրոն, որտեղ իր մեջ ներառված է, տնտեսավարողի կողմից ներառված են կետեր, որ իրենց համաձայնությունն են տալիս այդ կետերին, իսկ ստորագրելով գալիս են համաձայնության եւ կանգնում փաստի առաջ։ Արդեն երբ որ բողոքը ներկայացնում են հանձնաժողովին, տնտեսավարողը ներկայացնում է իր դիրքորոշումը, որ պայմանագրի շրջանակում ապահովել է բոլոր կետերը, օրինակ կարող են բերել երաշխիքային կտրոնների հետ կապված, երաշխիքային կտրոններում օրինակ եթե կա կետ, որ տվյալ ապրանքը ընկերությունը պարտավորվում է վերանորոգել, եթե սպառողը տարել է տուն տեխնիկան ինչ որ մի բան, այն չէ, արդեն պահանջը կորում է, որ փոխարինի նորով։ Տանում է ընկերության եւ ընկերությունը վերանորոգում է։ Ունենք այս վերջում դեպք, երբ որ նման վեճեր ու ցանկանում էին փոխարինել ապրանքը նորով, բայց տնտեսավարող ասում է ես բարեխիղճ եմ գտնվում եւ ունեմ պայմանագիր, ես ոչ մի կետ չեմ խախտել։ Այսինքն պայմանագրի շրջանակում ես պետք է վերանորոգեի իր տեխնիկան, այս ժամանակահատվածում ես վերանորոգում եմ։ Այնպես որ սիրելի քաղաքացիներ, սիրելի սպառողներ, պարտադիր պահանջ կարդացեք այն փաստաթուղթը, որը որ դուք ստորագրում եք։ Ավելի լավ է ի սկզբանե 1-2 րոպե ժամանակ կորցնել կարդալ, հետագայում կիմանաք եւ դուք ինչ պարտավորություններ ունեք եւ տվյալ ապրանքը կամ ծառայությունը ինչպես պետք է օգտվեք եւ կիմանաք թե տնտեսավարողը ձեր նկատմամբ ինչ իրավունքներ ունի եւ ինչը պետք է պահի։ Բայց այնուամենայնիվ, եթե զգացել եք ինչ-որ միտեղ խախտվել է ձեր իրավունքը, եթե զգացել եք ինչ-որ մի բան այն չէ, որը որ պետք է լիներ օրենսդրական կարգավորման դաշտում կամ ինչ-որ անարդար դրույթ, դուք ազատ հանգիստ կարող եք դիմել մեզ Մրցակցության եւ Սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով։ Ունենք սպառողի օգնական թվային գործիքը, որը որ շատ հեշտ, շատ թվայնացված, առանց ավելորդ շատ տեղեկատվություն պահանջելու կարող եք ձեր բողոքը ցանկացած վայրից լրացնել։ Պահանջվում է անձնագրային տվյալներ, պահանջվում է ապացույցներ, եթե տվյալ ինչ որ ապրանք եք գնել, ՀԴՄ կտրոններ եւ այլն ու բողոքի նկարագրություն։ Այս բողոքը որ գալիս է մեզ, հանձնաժողովը 14 օրյա ժամկետում ուղարկում է միանգամից տնտեսավարողին։ Տնտեսավարող սուբյեկտը 14 օրյա ժամկետում տալիս է իր դիրքորոշումը հնարավոր լուծման կամ հնարավոր չլուծման կամ ինչ որ այլ ընտրանքային առաջարկ սպառողին։ Եթե ընդունելի է լինում դա սպառողի կողմից, սպառողը կապ ենք հաստատում, բավարարված է, հարցը կարգավորվում է։
Եթե հարցը չի կարգավորվում, սպառողը հնարավորություն ունի արդեն էլի տանից ավտոմատ կերպով սեղմել բողոքարկման կոճակը։ Բողոքարկումից հետո արդեն մենք իրենց տվյալները, եթե հանրային շահ է վերլուծություն ենք կատարում, փոխանցում ենք համագործակցող մեր կազմակերպություններին կամ իրավաբանական կազմակերպություններին կամ համագործակցող հասարակական կազմակերպություններ ունենք, որոնք որ հետաքրքրված են սպառողների շահերի պաշտպանությամբ։ Արդեն իրենք եւս ամեն ջանք ու եռանդ ներդնում են տվյալ բողոքների լուծման համար։ Ազատ եք դիմելու մեզ, կարող եք հանգիստ դիմել, մենք էլ մեր կողմից կփորձենք հնարավոր ամեն բան անել խնդրի կարգավորման համար։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ մեր ռադիո լսողներին եւ դիտողներին, որ դուք միացել եք 106.5 հաճախականությանը։ Ես Գայա Սոյանամ, եթերում խաղի կանոններ հաղորդաշարներ։